Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 19-ն է 2026 թվական։ Կարճ անդրադառնամ հետընտրական զարգացումներին, որովհետև աշխարհաքաղաքական իրադարձություններ բավական շատ են ու մեզ համար կարևոր ու հետաքրքիր։ Ուրեմն մի քանի կուսակցություններ դիմել են սահմանադրական դատարան ընտրության արդյունքները չեղարկելու համար եւ իդեպ եւ այն կողմից, որտեղ մի կողմից էլ այնտեղ հանուն հանրապետության կուսակցությունն է դիմել, որոնք հասկանում եք, որ ասոցացվում է իշխանության հետ ու իրանք դա չեն էլ թաքցրել։ Եվ նաեւ մյուս դաշտի կուսակցություններ։ Ինչ կարելի է ակնկալել սահմանադրական դատարանից, եթե սահմանադրական դատարանը գիտենք, որ կատարելու է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարեց, որ արտահերթ ընտրության գնալու որևէ մտադրություն չունենք, բայց դա ինքը հայտարարեց։ Կարող է սահմանադրական դատարանն էլ ուրիշ բան ասի, իրանք ուրիշ բան որոշեն։ Ճիշտ է արդյոք, որ սահմանադրական դատարանը չեղարկի կամ վերաքվեարկություն հայտարարի կամ չեղարկի ընտրությունները։ Այո, ճիշտ է, որովհետև ակնհայտորեն այս ընտրությունները լեգիտիմ չեն։ Այն պարզ պատճառով, բացի այն մթնոլորտը, որ մեր երկրում տեղի ունեցավ, մինչև ընտրությունների process-ը, ինչ կատարվեց, վարչական ռեսուրս, նաև ֆինանսական, ողողել էին ամբողջ համացանցը, ամբողջ երկիրը իրենցով, ակնհայտ է այդ ամեն ինչը, որովհետև ընտրությունը միայն վերջի քվեարկության օրը չէ։ Եվ այդ ընթացքում այնպես ստացվեց, որ իշխանությունները հայտարարում են, որ ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Այն որ այս ընդդիմությունը չպետք է լիներ խորհրդարանում, այդ բնական է, իհարկե։ Բայց եթե այդ ընդդիմությունը գտնվում է խորհրդարանում եւ ստացել է մանդատ ու կարգավիճակ եւ իշխող քաղաքական ուժը չի ճանաչում նրա կարգավիճակը, որը տրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, իսկ օրենսդիրը գտնում է, որ պարտադիր խորհրդարանում պետք է լինի առնվազն 1/3 ընդդիմություն, եթե նույնիսկ մանդատները բավարար չէ, ապա պետք է մանդատ ավելացնել, որ այդ 1/3-ը, որովհետև բնականon գործունեության համար պետք է լինի առնվազն 1/3 ընդդիմություն։ Եվ այս պարագայում, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգ է մեզ մոտ եւ միակ առաջնային մանդատ ստացող ներկայացական մարմինը խորհրդարանն է եւ օրենսդիրը պահանջում է, որ այնտեղ պետք է լինի ընդդիմություն, եթե իշխանությունը չի ճանաչում այդ ընդդիմությանը անկախ պատճառներից, այսինքն ինքը չի ճանաչում օրենքով նրանց վերապահված իրավասությունները, այսինքն իշխանությունը ինքը հայտարարում է, որ այս ձևավորված գումարման 9-րդ գումարման ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Ինձ թվում է ավելի պարզ, ոնց որ բացատրեց Նիկոլ Փաշինյանը, ու իդեպ գիտեք իր սովորությունը, իրան հարցաքննել պետք չի։ Ինքը լավ էլ պատմում է։ Այնպեսի գնահատական ինքը տվեց, որի պարագայում ասում է, այս մարդիկ, եթե չգան, մենք կլինենք 100% լեգիտիմ։ Նրանք եթե չգան, դու ընդհանրապես չես լինի լեգիտիմ, որովհետև նրանց ներկայությունը, նրանց գոյությունը, նրանց կարգավիճակը ամրագրված է օրենքով։ Իսկ եթե գտնում ես, որ նրանք չպետք է լինեին խորհրդարանում, այդ մենք էլ ենք գտնում, բայց իշխանությունը ցերը տեր անեիր։ Ընտրակաշառք են բաժանել, բռնել ես, դատել ես, չգիտես ինչ ես արել։ Քաղաքական որոշում կայացնելուց բացի իրավական կայացնեիք եւ նրանք չկարողանային մասնակցեին ընտրության։ Հա, արդյունքները, որ այսպեսին եղավ, արդեն տեսա, որ շատ դժվար է ասել, որ ամեն ինչ նորմալ անցել է, արդեն ասում է, չէ, մենք լեգիտիմ ենք, իրանք լեգիտիմ չեն։ Ընդդիմությունն էլ ասում է, մենք լեգիտիմ ենք, իրանք լեգիտիմ չեն։ Դե մենք էլ ասում ենք, երկուսդ էլ լեգիտիմ չեք, որովհետև կիսա լեգիտիմ չի լինում։ Եվ իրավիճակից դուրս գալու համար, այո, սահմանադրական դատարանը ճիշտ կանի, որ արտահերթ ընտրություններ կամ վերաքվեարկություն նշանակի, որովհետև այս իշխանությունը, որը ցանկանալու է խորհրդարանի կողմից նաև մտածի, թե ոնց անենք, որ ներկայացնենք հանրաքվեի սահմանադրության փոփոխությունը, մանավանդ մենք գիտենք, որ հանրաքվեին առանձնապես շատ չի մասնակցությունը, առավել ևս երբ որ իմանան, որ նախաբանը հանվել է,
անկախության հռչակագիրը Նիկոլ Փաշինյանը այդտեղ խնդիր ունի։ Եվ այս պարագայում եթե նույնիսկ փորձի ընդդիմության որևէ մեկին վախեցնի կամ գայթակղի քրեական գործառույթեն չգիտես ինչ դեպի իրենց քաշեն, համարենք ստացվեց իրանց մոտ ինչ որ քանակության մարդկանց բերել։ Այդ դեպքում բա ում ես բերելու։ Նրանց ում համարում ես ոչ լեգիտիմ, բա նրանց քվեարկության լեգիտիմությունը ո՞րն է ալնելու։ Այսինքն սա այն մասին է, որ այս լուծումը այս վիճակից դուրս գալու կա հստակ ճանապարհ։ Սահմանադրական դատարանը նոր ընտրություններ հայտարարի, այդ ընթացքում իշխանությունը գտնվում է այս իշխանության ձեռքում, այն ինչ որ խոստացել ես արա, նրանց դեմը փակի, թող լինի նորմալ ընտրություններ, գաղափարական պայքար, ծրագրային պայքար, որի արդյունքում կան խորհրդարան ուժեր, որոնք գնան օրենսդրական գործունեությամբ զբաղվել, խորհրդարանական վերահսկողություն ունենալ իշխանության վրա, եթե իրանք չեն իշխանությունը։ Եթե դու մեկին հայտարարում ես, որ նա լեգիտիմ չի, հանցագործ են, նրանք գործակալ են, նրանք ոնց պետք է վերահսկողություն սահմանեն կառավարության վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ասում է, որ ինքը անվերահսկելի է։ Հիմա դուք պատկերացրեք ինչ է սա նշանակում։ Արեք, փակեք նրանց ճանապարհը, օրենքով փակեք նրանց ճանապարհը, թող լինի նորմալ ընտրություն։ Թե չէ սա ինչ ընտրություն է։ Գնանք Նիկոլ Փաշինյանին ընտրենք, որ երկիրը չտանեն դեպի ռուսասական ճահիճ ավելի խորը թաղեն, կամ գնանք ընտրենք Սամվել Կարապետյան, դե ինքը խոստացել է, որ Նիկոլ Փաշինյանին տուն է ուղարկելու եւ հունիսի 7-ին լինելու է վարչապետ։ Ինքը կարող է անի, բայելով կարող է անի։ Այս ձևի է այս ընտրությունը։ Հիմա այս ընտրությունը, որը մենք հիմա ունենք, մեր ժողովրդի կամքն է արտահայտում, հա։ Այսինքն այս երկու ռուսամետ ուժ մի հատ էլ բալանսիրովչիկն է, որը որ էսա մի քանի օր հետո կգնա Ռուսաստան, անենց կբալանսավորի Պուտինի հետ։ Եվ չկասկածեք, որ եթե ինքը գնաց եւ կրոնը ընդունեց ու ասեց եկել եմ Վլադիմիր Վլադիմիրիչ, ոնց ասես տենցա, այդ հարցերը կարգավորեց, կարող է տեղում էլ ասեն, հա, դե որ տենցա շնորհավորում ենք ընտրության հետ կապված։ Բայց դա որ դեպքում կասեն, եթե արդեն կրոնը ընդունեն, որովհետև եթե շնորհավորող լինեին, մինչև այդ կշնորհավորեին։ Հարցը նա չի, որ մենք շուտ կարևորում ենք, թե Պուտինը կշնորհավորի, թե չէ, հեչել չշնորհավորի։ Բայց հարցը նա որ դա կարևորում է Նիկոլ Փաշինյանը, ինչքան ուզում է ցույց չտա, որ կարևորում է։ Բայց կանորակ արդեն նախապես ասեց, այո, ես եմ գնալու վարչապետների հանդիպանը, թե ինչի ես գնալու, գնամ հարցերը կարգավորեմ։ Հետո մեղավորը մենք ենք, անորակ ապրանք ենք արտադրում, չի կարելի դաշնակցին անորակ ապրանք ուղարկել։ Այսինքն մեղայականով գնալու է հանդիպման։ Մենք այս խորհրդարանը մենք ունենք, դուք դա նորմալ եք համարում։ Այսօր ուժերը բոլորը հստակ մինչև ընտրություն ցույց են տվել, թե իրանք որ ճանապարհով են գնում։ Հստակ դիրքավորված։ Այս մեկը սա է, այս մեկը սա է։ Շատ կուսակցություններ հստակ ասել են, մենք գնում ենք խորհրդարան, ձայն պակասի կտանք Նիկոլ Փաշինյանին։ Հստակ։ Կամ մենք չենք ուզում իշխանափոխություն, ուզում ենք ընդդիմափոխություն, գնում ենք, մի խոսքով չկար տենց, որ հստակ դիրքավորված գիտեին, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ են։ Որևէ մեկը դրան կասկած չուներ։ Հստակ դիրքավորված մյուսներն էլ ասում էին, որ մենք գնում ենք, այո, կօգնենք ռուսամետ ուժերին, այո, հետները կպայմանավորվենք, այո, եթե պետք կլի կմիանանք, որպեսզի իշխանափոխությունը։ Նրանցն էլ էր հստակ։ Որևէ մեկը չէր կասկածում, թե իրանք ինչ վարքագիծ են դրսևորելու։ Նույնը հստակ էր նաև Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ, որ ընտրացուցակում ներգրավված էի նաև ես։ Հստակ էր, ոչ նրան ենք միանալու, ոչ նրան։ Ինչու բոլոր 17 ուժի հետ կապված ոչ մեկը չէր կասկածում նրանց դիրքորոշման հետ կապված, մարդիկ կոնկրետ իրենց դիրքավորումը հայտարարել էին։ Մենակ Հայաստանի շնորհապետական կուսակցության հետ կապված չէին հավատում այդ դիրքորոշմանը։ Ոչ թե չէին հավատում, իրանց ձեռնտու չէր որ հավատային։ Եվ գիտեք ինչն էր հետաքրքիր։ Դա այսօր էլ հարցազրույցի հրավիրված ընդեղ էլ ասեցի այդ մասին։ Մարդը մտածում է, ինչով վարկաբեկենք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին կամ կուսակցության ընտրացուցակում ներգրավված Էդվարդ Անտոնյանին։ Ասենք Նիկոլամետին։ Հա, այնց խայտարակ վարկաբեկելու բանա չեն մաքրվի այդ պիտակից։ Սա մի մասը տենց էր մտածում։
Մյուս մասը ասում է, չէ, ասենք ռուսական նախագիծ է։ Այդ հանենց պիտակա չեն մաքրվի դրանից։ Ժողովուրդ, այդ լադրենք մի կողմ, որ երկուսը միաժամանակ երկու զորք էին հանել տարբեր բաներ ասելու։ Ակնհայտ ցույցատալու ոչ նա ճիշտ, ոչ նա, բայց ուրիշ բան։ Խորհրդարան անցել է Նիկոլ Փաշինյանը եւ երկու ռուսամետուշ, որ նրանք մեկ միավոր հաշվեք։ Զուտ ֆորմալ առումով են բաժանված։ Մեկ միավոր հաշվեք։ Այսինքն երկու ուժ է անցել։ Մեկը Նիկոլ Փաշինյանը, մեկը ռուսամետու։ Եվ այս երկու կողմերը գիտեն, որ եւ նա այնպիսի լաքայա, որ ոչ մեկը դրանից չի մաքրվի։ Ու դուք ուզում եք ասեք, որ այդ ուժերը հաղթել են, մտել են խորհրդարան, եւ այս լաչեքը մեր ժողովրդի կամքն են արտահայտելու, որ մարդիկ մտածում են, անենց բան ասենք չմաքրվեն։ Մենք կմաքրվենք, բա դուք կմաքրվեք, որ այդ մարդիկ են խորհրդարանում։ Որ դա համարվում է ամենավերջի պիտակը։ Բա դրա դեմ ենք պայքարում։ Հիմա դուք հասկացաք, մենք ինչի ոչ նրա հետ ենք, ոչ նրա, որտեղ դուք ունեք այդ կարծիքը, թե նա ինչա, թե նա ինչա։ Ավելի պարզ ձեզ էլ ոչ բացատրենք, թե ինչի չէինք կարող լինել նրա կամ նրա հետ։ Այնա դուք իկներդ բացատրում եք էլի, որ համարում եք նրանց կողմնակից ելնելը պիտակա, ու ճիշտ եք համարում։ Դրա համար ես կարծում եմ, մեկ անգամ եւս ասեմ, համախմբում ռուսամետ ուժերի հետ ուղակի մեղբիժպիտ է առաջացնում անգամ այնքան անլուրջ է, որ իմաստ չունի երեք անդրադարձել եմ էլի անդրադառնում, լա համախմբեք տեսնենք ինչ եք անում։ Ում եք համախմբում եւ ինչի դեմ եք պայքարում։ Դուք պետք է երկու ստե չլինեիք։ Դուք ամեն ինչ արեցիք, որ այլընտրանք չլինի խորհրդարանում։ Հիմա գոհ եք այդ արդյունքներից։ Նիկոլ Փաշինյանն էլ գոհ չի, լեգիտիմ չի համարում խորհրդարանը։ Եթե մենք անցածել ենք, պետք է ասեր ընդդիմությունը լեգիտիմ չի։ Իսկ եթե մենք անցածել ենք, Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չէր ունենա։ Ու պետք չէր 5-6 կուսակցություն հատուկ նպատակային մտցնել ընտրապայքարի մեջ, որ պայքարեին շնորհապետական կուսակցության դեմ։ Ի սկզբանե դեռ չէին պայքարում, դեռ չգիտեին, որ մենք կանցնենք շեմը, բայց երբ որ տեսան շեմը անցնում ենք եւ իրանց խաղաքարտերը խառնվում է, հարձակումը սկսվեց վերջի օրերին։ Եվ այո, ժողովուրդն էլ ասում էր, ձեզ ոնց ընտրենք, այո, շատ հարգում ենք, այն նրան պետք է ընտրենք, որ նրան տապալի կամ նրան պետք է ընտրենք, որ նրան տապալի։ Այո, դրանով դուք տապալեցիք խորհրդարանի լեգիտիմությունը։ Տապալեցիք։ Հիմա եթե կգտնեն լուծում, խնդրեմ, թող գտնեն լուծում։ Բացի դրանից, նաև Նիկոլ Փաշինյանը ժամանակ կշահի, նա խոստացել է Ալիևին սահմանադրական փոփոխություն, բայց չի կարողանում անել, որպեսզի սկսի ստորագրահավաքով, մյուսով սահմանադրական փոփոխություն անել, դա լուրջ պրոցեդուրա է, իսկ Ալիևը այդքան համբերություն չունի, նա օգնել է Փաշինյանի եւ կոնկրետ վրան ժամկետ է դրել։ Նա անհամբեր սպասում է, առավոտից իրիկու տարածում է, որ դուք օկուպացրել եք իմ տարածքները, դրա համար պետք է պատասխան տաք։ Արևմտյան Ադրբեջանը պետք է պատմական հողերը գան ու ապրեն այնտեղ։ Նրանք ամեն օր են այդ մասին ասում, համաժողովներ անում եւ այլ։ Նա համբերություն այդքան չունի, նա շտապում է, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօր եթե մտել է խորհրդարան ու տեսնում է, որ չի կարողանում այդ հարցը լուծի, ասում է, գիտես, այլ երկար ընթացակարգով են գնալու, դա լուրջ խնդիր է առաջանալու։ Իրադներ է ձեռնտու, որ լինի արտահերտ ընտրություններ եւ դրանով ժամանակ շահի։ Ասի դե տեսար ընտրությունը սահմանադրական դատարանը չեղարկեց, որի հետ կապված մտնում ենք ուրիշ process, կարծելով, որ եթե նրանց հարցերը լուծի, գոնե ավելի բարենպաստ կլինի իր համար նոր ընտրությունները։ Թե բարենպաստ կլինի իր համար, թե չէ, դա կյանքը ցույց կտա, բայց այսօր հաստատ, որ թվում է, թե ինքը շռնդալից հաղթանակ է տարել, ինքը շատ լավ գիտի, որ այդ հաղթանակը չի տարել, որովհետև դրա հետևանքները ու այն խոստումները, որ տվել է, դրա տակից չի կարողանալու դուրս գա։ Շատ պարզ հասկանալի է։ Առաջի իսկ քայլը, երբ որ կանի ու կգնա Ռուսաստան եւ Պուտինի կրոնը կընդունի, այդ ժամանակ այսօր 34 միլիոն եվրո Եվրամիությունը փող է տալիս, որպեսի կոմպենսացնի մեր գյուղմթերքը այլ շուկաներ գտնելու վիճակում, շուտ պետք է գան ասեն դուք ինչ մարդիկ եք, չեմ հասկանում։ Իսկ ով պետք է Եվրամիությանն ասի, բայց դուք Փաշինյանին ճանաչեցիք, դուք աչք փագեցիք, դուք էս արեցիք, ով է մեղավոր։ Բայց ով ասի, գոնե մենք խորհրդարանում կլինեինք, ասենք
ասենք, բայց ով ասե, հո Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չի, բա մենք հստակ ծրագրային գտնում ենք, որ ապագան ձեզ հետ է, ու գտել ենք այն ժամանակ, երբ որ Փաշինյանը թերթի խմբագիր էր, ու տպումեր են ինչ որ ես ուղարկել եմ, որ այս սա է, որ մտածել է, որ դա լուրջ բան է, դա պետք է տպագրվի, որ հանուն ցույց եմ տալիս։ Այսինքն սա է ճանապարհը, ժողովուրդ ջան։ Հիմա այդ զարգացումները ինչ որ կլինեն, պարբերաբար դրան ուշադրություն կդարձնենք, որովհետև նոր է սկսվում պայքարը, շատ դաժան պայքար, որովհետև շատ լուրջ հիասթափված մարդկանց բեռը մնաց մեր վրա, ցավոք չունենք ավելի մեծ լիազորություն, որ այդ մարդկանց ասենք հանգիստ եղեք այս վիճակում, բայց որովհետև այդ հիասթափված մարդկանց հիմա ամեն մեկը կգնա իր գործերով, այն հիասթափված ժողովրդի այն գաղափարական մարդիկ այնուամենայնիվ թե ասեն ոչինչ էլ տեղի չունեցավ, ու տենց է չեն կարողանա պատասխանել այն հարցին, բա ինչու մեծ ձայն չտվեցիք, մի պարզ պատճառով, որովհետև դուք չէիք կարող կամ նրան տապալել կամ նրան, իրանք կարող են, տեսակ ինչ եղավ, հիմա ձեր աչքի առաջ է այդ ամեն ինչ։ Հիմա նայենք, որովհետև շատ կարևոր հարց է նաև Իրանի հետ կապված, մեր իշխանություններից որոշ մարդիկ արդեն երջանկացած ասում են արդեն վերջ, համաձայնագիրը կա, բա ասում եք սենց անենց է, համաձայնագիրը չկա, դեռ ճանապարհ պետք է անցնել, ու երբ որ շտապում են տենց ոգևորված արդեն համարում են ավարտված, ցույց են տալիս թե ինչքան են իրանք անտեղյակ եւ ինչու են այդքան սսկված, որ հանկարծ մարդիկ գլխի չընկնեն, որ իրանց խաղաղության խաչմերուկը չէր գործի, եթե Իրանը եւ Ամերիկան համաձայնության չգան։ Դա նշանակում է դա մեզ համար օրակարգային հարց է։ Մի բան, որ ամեն օր այդ մասին խոսել ենք, մի բան, որ իրանք բացարձակ չեն խոսել, ծպտուն չեն անել վերջի մասին, բա գիտեք ժողովուրդ ջան, դե որ հիմա համաձայնության չգային, մեր խաչմերուկը չէր աշխատի։ Իսկ հիմա արդեն իրանց թվում է թե արդեն համաձայնության եկել են, որտեվ չեն տիրապետում ընդհանրապես քաղաքական իրավիճակին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը եւ մենք կոչ ենք անում մեր զորարևելքի բոլոր երկրների մնալ հանձնառու խաղաղ կարգավորման։ Շուկաները ողջունում են այս զարգացումը, նավթի գները կտրուկ անկում են ապրել, մինչդեռ բաժնետոմսերը բարձրացել են։ Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, Հեզբոլլահում եւ Իսրայելում։ Ամենակարևորը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հասկանում է, թե Լիբանանում պատերազմը չդադարեց, Իրանը չի գնալու համաձայնության։ Իսկ Իսրայելն էլ դեմա նա շարունակում է պայքարը։ Թեպետ այսօր արդեն ասեցին, որ Հեզբոլլահի հետ համաձայնության են եկել, բայց այդ կարգի համաձայնություններ պարբերաբար գալիս են ու չի հաստատվում խաղաղություն։ Բայց մինչև այդ ամեն ինչը հասկանանք, ինչ մթնոլորտեր եւ ինչ վիճակում է գնում, լուծվում է արդյոք այդ հարցը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի Իսլամաբադի համաձայնագրի մասին ինչ է ասել։ Պակիստանի մայրաքաղաքի մասին նախաձեռնությունը Պակիստանին էր։ Ակնհայտ է, որ այս պարագայում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունները չեն նշանակի թշնամու դիրքորոշման ընդունում։ Այսինքն գերագույն առաջնորդն ասում է, որ Ամերիկայի դիրքորոշումը չենք ընդունելու, որտեղ փաստաթուղթը ուրիշ բանի մասին է, հոխորտանքը Թրամփի լրիվ ուրիշ բանի մասին։ Չի լինելու դա, որ մենք ընդունենք։ Սա էլ Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքն է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոսելով Իսրայելի հարվածների մասին ասել է. Թվում է մենք առաջընթացի շեմին ենք, համաձայնագրի հետ կապված, բայց հանկարծ Բեյրութում տեղի ունենում հզոր պայթուն եւ զոհվում են բազմաթիվ մարդիկ, որոնք կապ չունեն Հեզբոլլահի հետ։ Սա անընդունելի է։ Իսրայելի խնդիրը Դոնալդ Թրամփը չէ, եւ բոլոր իսրայելցիները, ովքեր կարծում են, որ իրենց գլխավոր խնդիրը Միացյալ Նահանգների նախագահն է, պետք է արթնանան եւ գիտակցեն իրավիճակը։ Այսինքն արդեն դժգոհություն է հայտնում արդեն որ երրորդ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները Իսրայելի հետ կապված, այն Իսրայելի, որի ռազմավարական դաշնակիցն են, թիկունքին կանգնած են, նրա անվտանգության երաշխավորն են եւ չափից շատ Տրամփը Իսրայելի կամքով գնաց եւ հիմա արդեն տեսա, որ փաստի առաջ է կանգնել, որից հետո հիմա ասում է մենք հարցը կլուծենք, մեղավորը Իսրայելն է։ Եթե Իսրայելը կշարունակի այսպես վարվել, թող գնա տակից էլ դուրս գա։ Բայց ինքը երաշխավորել է, որ Իսրայելը դադարեցնելու է։ Այսինքն ինքը Իսրայելի անունից համաձայնվել է Տրամփը, որը դուրս չի եկել Իսրայելին։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու Իսրայելը դեռ մտադիր չէ դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից անվտանգության նկատառումներից ելնելով։ Ահա, խնդրեմ, սա նախապայման էր Իրանի կողմից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստ է ռազմական գործողությունների ԱՄՆ, Իսրայելի և նրանց դաշնակիցների կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում։ Եթե նենք թշնամին կրկին ինչպես նախկինում մտադրվի առաջ քաշել իր չափից մեծ հավակնությունները և խախտել իրանական ժողովրդի իրավունքները, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները ցամաքում, ծովում, օդում և հիբրիդային պատերազմի բոլոր դաշտերում նախկինից ավելի մեծ ուժով օգտագործելով բազմաթիվ ճակատամարտերի փորձը, խիզախ և իմաստուն հրամանատարի ամենափոքր հրահանգով, իսկ պատրաստ են նրան հասցնել անհամեմատ ավելի ջախջախիչ պատմական պարտություն։ Դուք տեսնում եք ստեղ համաձայնագրի հետ կապված երկուստեք պատրաստակամություն։ Բա այսքան ինֆորմացիա, որը Իրանի հետ կապված կա, մեր հարևանի, որ ուղղակիորեն պայմանավորված է Ամերիկայի հետ մեր համագործակցությունը կստացվի, թե չէ, Իրանն էլ մեր հարավային դարպասն է, մենք Իրանի հետ էլ ենք շատ կարևորում, որ համենայն դեպս հարաբերություն չփչացնենք, որտեղ կարող է վտանգավոր լինի, եթե Իրանի հետ հարաբերություն փչացնենք։ Բայց ամբողջ աշխարհը հիմա Իրանի հարցն է քննարկում, մենք համարեցինք հարցը լուծված է, որտեղ Իրանն ու Ամերիկան համաձայնության եկան։ Էս է մեր արտաքին քաղաքականության պատկերացումները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի իսրայելցի հակառակորդներին, հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մնում է միակ համաշխարհային առաջնորդը, որը ներկայում բացահայտ կերպով համակրում է Իսրայելին, իսկ Միացյալ Նահանգները հրեական պետության միակ իսկապես ազդեցիկ դաշնակիցն է։ Եթե ես լինեի իսրայելական կառավարության անդամ, ես չէի հարձակվի այն միակ ազդեցիկ դաշնակցի վրա, որն ինձ դեռ մնացել է աշխարհում։ Այսինքն դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Իսրայելի կառավարության անդամները հարձակում են Թրամփի վրա, թե ես ինչ ես անում։ Ջեյ Դի Վենսը բացատրում է, թե ես ում վրա եք հարձակում։ Ժորժ ջան, կողքից դուք ձեզ նայել եք։ Բա հիշում եք ինչ էր կատարվում։ Դոնալդ Թրամփի և Բենյամին Նեթանյահուի կատարած բոլոր բաները, ոնց որ սեպագիր արձանագրություն, որոշ վերլուծաբաններ նենց էին ներկայացնում, ասում են այ մարդ այդ մարդկանց արունը ստուգեք, կարող է հրեական ծագում ունեն։ Չեմ կարծում, բայց մենակ հրեական, որտեղ հրեաները Իսրայելում շանոյին են դնում Բենյամին Նեթանյահուի գլխին։ Այսինքն նենց չի, որ մենակ հրեական, պետք է ուղղակի նեթանյահուական ծագում լիներ, էլի։ Բա չեք տեսնում ինչա կատարում։ Էդ է ձեր վերլուծությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անձնական զրույցներում դեմ չի արտահայտվել գործարքին, սակայն նրա կաբինետի որոշ անդամներ հրապարակայնորեն հարձակումներ են գործել ինչպես բուն համաձայնագրի, այնպես էլ ԱՄՆ նախագահի վրա։ ԱՄՆ փոխնախագահը ասում է Իսրայելի կառավարության անդամները հրապարակային հարձակում են գործել Դոնալդ Թրամփի վրա։ Այսինքն այդ որտեղից իրանք այդ քաշը ունեին։ Այդ քաշն ով էր իրանց տվել, որ դառել էր Իսրայելի կաբինետի գերին Դոնալդ Թրամփը, դա նորմալ եք համարում։ Հիմա էլ նեղանում եք, ասում եք, ժողովուրդ տեսնում եք իրանց ինչքան վատ են, վայ կներեք, գանք ձեզ օգնության։ Հա, եթե կարիք ունեք, դիմեք, ամոթ չի, ժողովուրդ ջան։ Ինձ անհանգստացնում է այն, որ դուք տեսաք, թե ինչպես են BB-ի կաբինետի մարդկանցից ոմանք դեմ արտահայտվում գործարքին և որոշակի չափով անցնում անձնական հարձակումների Միացյալ Նահանգների նախագահի հասցեին, անձնական հարձակումների կաբինետի անդամը։ Այս ամեն ինչը խաբար չէ, ժողովուրդ ջան, մեր են սուտի վերլուծաբանները, որ մեծ լրիվ ուրիշ բան էին ներկայացնում։ Վենսն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է առանցքային դեր խաղալ Իսրայելի անվտանգության ապահովման համար։ Վենսն Իսրայելին հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից տրամադրվող լայնածավալ ռազմական աջակցության մասին։ Վերջին 3 ամսվա ընթացքում պաշտպանական սպառազինության 2/3-ը, որը պաշտպանում էր ձեր երկիրը, արտադրվել է ամերիկյան ձեռքերով և վճարվել է ամերիկացի հարկատուների կողմից, ընդգծել է փոխնախագահը։ Վենսը ԱՄՆ նախագահի Իսրայելի քննադատներին կոչ է արել սթափ գնահատել իրավիճակը։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Բա էս է, որ ասում ենք, ժողովուրդ ջան, խաղաղ չի մեր տարածաշրջանը։ Ու շատ մեծ հույսեր կապել նահանգների նախագահի հետ Դոնալդ Թրամփի, այդքան էլ պետք չի, որտեղ տեսակ, երբ որ հիմա տեսա, որ արդեն չի ստացվում, Իսրայելին ոնց էր ինքը պաշտպանում։ Հիմա այսօր Իսրայելն ասում է քո պատճառով ես խնդիր ունեմ։
Բայց Հայաստանը նրա հետ ինչ հարաբերություն է կառուցել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, եթե չլիներ Դոնալդ Թրամփը, իր անունով երրորդ դեմքով է խոսում։ Իսրայելը կկործանվեր։ Մենք ենք ամբողջովին աջակցում, մենք ենք զենք մատակարարողները, մերն է B2 ռմբակոծիչները։ Ահա խնդրեմ ժողովուրդ ջան։ Ահա դուք տեսաք ինչա կատարվում, այս վիճակով գնում են խաղաղության համաձայնագրի։ Իսրայելը հասկանում է, եթե խաղաղության գնացին Իրանը զինվելու է, կործանելու է, չի մոռանալու ինչ եղել է, Իսրայելն ասում է գոնե հիմա դա անեմ, քանի Տրամփն է, Տրամփն էլ հասկացավ, որ Իրան արդեն ճահիճ են գցում, փորձեց հիմա դուրս գա, հիմա էլ Իսրայելն ասում է ոնց թե, բա քեզ արդեն խաբել համոզել էինք, այս ինչա կատարվում։ Հիմա արդեն իրար են ուտում։ Բայց եւ մի բան էլ ուշադրություն դարձնենք, ողջունում էր Եվրոպան Ամերիկա-Իրան համաձայնագիրը։ Բայց ողջունում է, բայց ասմաշներս տեսնի։ Եվրամիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս Եմեն դեռ մտադրություն չունի վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրին։ Հասկացա՞նք ժողովուրդ ջան։ Այսինքն Եվրամիությունը այդպես օպտիմիստական տրամադրություն չունի, այն ինչ որ ունեն որոշ մարդիկ։ Ասում լավ սպասի մի հատ տեսնենք ինչ ալնում նոր, չշտապենք Իրանի նկատմամբ սանկցիաները հանենք։ Մենք տեսնենք ինչա կատա, հասկացանք Տրամփը շտապում է, ասում է շրջափակումը հանենք, հասկացանք ինքը շատ կարևոր է համարում դա, որովհետև փակուղի է մտել։ Այդ Տրամփի խնդիրն է, մենք ինչի ենք դրա մեջ մտնում։ Ինչ ենք մենք տեսել, որ արդեն սահմանափակումները հանենք։ Հիմա դուք ուշադրություն դարձրեցիք Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության բարձր ներկայացուցիչ կարծիքը։ Իսկ Շվեյցարիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնել է ԱՄՆ եւ Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում, հետաձգվել են եւ հունիսի 19-ին տեղի չեն ունենա։ Այսինքն խոսքը այսօրվա մասին է, որը պայմանավորված էր, քանի անգամ Տրամփն ասեց, բան չի մնացել, ուրբաթորը այդ հարցերը լուծելու ենք։ ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի եւ Պակիստանի միջև նախատեսված խորհրդակցությունները հետաձգվել են։ Իդեպ պատճառը չի նշվում, բայց պատճառը ակնհայտ է, որովհետև Իրանն ասել է, մենք պայմանավորվածություն ունեինք եւ նախապայման ունեինք, եթե Լիբանանում պատերազմը շարունակվում է, մենք բանակցային սեղանին չենք նստի։ Այսինքն, երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, Իրանը խնդրում է, աղաչում է, ոտերս անգե, որպեսի գնանք պայմանավորվածության, ինքը ավարտված է եւ այլ, իրականում Իրանն ասում է ոչ մի դեպքում, եթե այս հարցը պայման եմ դրել, չես կատարում, համաձայնություն չկա, չենք նստելու սեղանի շուրջ։ Իրանի գլխավոր բանակցողը պատվիրակության ղեկավարն էր, չէ՞ Պակիստանում, Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ինչ է ասում։ Ինչպես մենք ցույց ենք տվել բանակցությունների ընթացքում, մենք անսասան ենք սահմանված պայմանների եւ կարմիր գծերի կատարման, ինչպես նաեւ իրանական ազգի շահերի իրականացման հարցում։ Եթե թշնամին փորձում է չափազանց գործողություններ, մենք ապացուցել ենք, որ մեր մատները ձգանի վրա են եւ մենք չենք տատանվում թշնամուն ջախջախիչ պատասխան տալու հարցում։ Ահա ինչպես տեսնում եք, ժողովուրդ ջան, այս ձևով են գնում բանակցությունների, որը հետաձգվեց, կոնկրետորներ չեն նշել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածների հասել եւ շարունակում է գրոհել շիական Հեզբոլլա շարժման թիրախները։ Լիբանանի հարավում ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։ Ասում են, որ հետո ասին համաձայնության են եկել, բայց մինչև այդ վիճակը սա էր, եւ որի պատճառով նաեւ բանակցությունները այսօր տեղի չունեցան։ Հորմուզի նեղուցում լարվածությունը նոր թափ է հավաքում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշական կրակոցներ է արձակել եւ նավերին հորդորել չմոտենալ տարածաշրջանին։ Իրանը պնդում է, որ անցումը հնարավոր է միայն հատուկ հայտերի եւ պայմանների կատարման դեպքում, իսկ Դոնալդ Տրամփը շտապել էր ասել, որ շրջափակումը հանված է, նաև Հորմուզի նեղուցով նավթը հոսում է եւ այլև շատ ոգևորված։ Ինչպես տեսակ, իրավիճակը սա է։ Լրագրողի դիտարկմանը, որ հակամարտության սկզբում Տրամփը խոսել է այն մասին, որ ցանկանում է միայն անվերապահ կապիտուլյացիա, իսկ հուշագիրը չի նմանվում դրան։ Լրագրողը հարցնում է, այս հուշագիրը 14 կետանոց որ կա, ստեղ ուր է անվերապահ կապիտուլյացիա։ ԱՄՆ նախագահն արձագանքել է, դե դա իսկապես հավանաբար անվերապահ կապիտուլյացիա է, ժողովուրդ ջան։ Այդ կետերը չեք նայել։ Դա կապիտուլյացիայի փաստաթուղթ է։
Ում կողմից է կապիտուլյացիա, Ամերիկայի։ Իդեպ այդ փաստաթուղթը, որ ասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը էլեկտրոնային եղանակով են ստորագրել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Էլեկտրոնային եղանակով մեծ յոթնակի հանդիպման ժամանակ Ֆրանսիայում էր Թրամփը ստորագրում, դից հանդիսավոր կարգով ցույց էր տալիս։ Բայց եւ միևնույն ժամանակ ինքը ցույց է տալիս, որ սա կապիտուլյացիա է։ Հիմա ուղղակի մի հատ շատ արագ անցնենք էլի, որովհետեւ հասվի չհանդառնամ սրան, դե կկարդակ բան կանեք, բայց եթե ինքը սա վերագրում է որպես կապիտուլյացիա, ԱՄՆ-ի Իրանի միջև կնքված 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, Միացյալ Նահանգները, Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ներկայիս հակամարտության մեջ գտնած դաշնակիցները ստորագրում են այս փոխըմբռնման հուշագիրը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, հստակ նշած այս պայմանը Լիբանանի դրել է Իրանը։ Ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման հասնելու համար կողմերը պարտավորվում են չսկսել ռազմական գործողություններ միմյանց դեմ, զերծ մնալ ուժի սպառնալիքից կամ կիրառումից եւ պահպանել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այսինքն Իրանը, Իսրայելը պետք է դուրս գա այնտեղից։ Եթե ամբողջականությունը տարածքային։ Հիմա սա նշանակում աստեղված պարտավոր իր վրա չհարձակվել։ Կարելի է կարծել Իրանն էլ իրան կոտորում էր Ամերիկայի վրա հարձակվի։ Այսինքն այս պարտավորությունը միակողմանի է դառնում, որ Ամերիկան չհարձակվի Իրանի վրա։ Եթե հարձակվի, Իրանը պատասխան է տալի Ամերիկայի բազաներին կամ այլ կառույցների։ Երկրորդ, Միացյալ Նահանգները եւ Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Այսինքն ասում է, որ մեր երկրում ինչ ուզում անենք չխառնվես, ընդդիմությանը ոգևորում եք, զենք եք տալիս, տեխնիկա եք տալիս, ասում եք դուք եկեք փողոց պայքարեք, մենք դրսից խփենք, դուք ներսից վերցրեք, այսինքն ընդունեցին, որ վերջ, ձեր երկրի ներսում ինչ կատարվի, մենք պարտավորվում ենք չխանգարել դրան։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում, այստեղ կապիտուլյացիա ինչ եք տենում։ Առաջ երկու կետում դեռ Ամերիկայի պարտավորություններն է։ Կողմերը պարտավոր են ավարտել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները առավելագույնը 60 օրվա ընթացքում փոխադարձ համաձայնությամբ երկարացման հնարավորությունը։ Եթե փոխադարձ պարտավորություն շարունակել։ 4-րդ ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները կսկսի վերացնել Իրանի շուրջ ծովային շրջափակումը եւ բոլոր խոչընդոտները, այն լիովին վերացնելով 30 օրվա ընթացքում։ Այդ ընթացքում նավագնացությունը կվերականգնվի պատերազմից առաջ եղած մակարդակին։ Միացյալ Նահանգները նաեւ պարտավորվում է դուրս բերել ուժերը Իրանի անմիջական տարածաշրջանից վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։ Դա նաեւ վերաբերվում է բազաներին, ժողովուրդ ջան։ Ով էր գրած, այս կապիտուլյացիա է, որ 4-րդ կետով էլ է Ամերիկան պարտավորվում է։ 5-րդ, Իրանը կապահովի առևտրային նավերի անվտանգ եւ անմաքս անցումը Պարսից ծովով եւ Օմանի ծովով։ Այդ միջև էլ կարելի, այդ միջև պատերազմը։ Այս ռեժիմը կիրականացվի 60 օրվա ընթացքում։ Իրանն ասել է 60 օրից հետո մաքսեր են մտցնելու։ Լրիվ կարգավորումը պետք է տեղի ունենա 30 օրվա ընթացքում, հաշվի առնելով ականազերծում եւ խոչընդոտների վերացումը։ 6-րդ կետ Միացյալ Նահանգները պարտավորում է համագործակցել տարածաշրջանային գործընկերների հետ Իրանի վերակառուցման եւ տնտեսական զարգացման համար առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսական ծրագիր մշակելու համար։ 7-րդ Միացյալ Նահանգները պարտավորվում է փուլ առ փուլ վերացնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի եւ AM մագատենի նկատի պատժամիջոցներ, ինչպես նաև իր սեփական առաջնային եւ երկրորդային սահմանափակումները։ Իրանը հաստատում է, որ չի ձգտի միջուկային զենք մշակել։ Իրանը ի սկզբանե միշտ էլ ասել էր միջուկային զենք չեմ մշակելու, բայց խաղաղ ատոմը ծրագիրը շարունակելու է։ 8-րդ հարստացված նյութերի հարցը կլուծվի ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո, այսինքն չի էլ ասում, որ այդ հարստացված նյութերը պարտավորվում է Իրանը հանձնի որևէ մեկին։ 9-րդ մինչև վերջնական համաձայնության հասնելը կողմերը կպահպանեն ստատուս քվոն, Իրանը չի փոխի իր միջուկային ծրագիրը, իսկ Միացյալ Նահանգները չի կիրառի նոր պատժամիջոցներ կամ չի մեծացնի իր ռազմական ներկայությունը։ 10-րդ Միացյալ Նահանգները կտրամադրի արտոնություններ իրանական նավթի արտահանման եւ ֆինանսական գործարքների համար մինչեւ պատժամիջոցների լիակատար վերացումը։ Սա էլ չէ Ամերիկայի պարտավորություն։ 11-րդ Միացյալ Նահանգները պարտավորվում է ապաշրջափակել Իրանի սառեցած եւ սահմանափակված ակտիվները։
12 կողմերը կստեղծեն հատուկ մեխանիզմ համաձայնագրի իրականացումը վերսկսելու համար։ 13 հիմնական դրույթների իրականացումը սկսվելուց հետո կողմերը սկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի մնացած դրույթների վերաբերյալ։ 14 վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։ Ժորժ ջան, հասկացաք մեր տարածաշրջանում ինչա սպասվում։ Այն լավատեսական կարծիքը, որ էսա թրիփը աշխատում է, էսա անում, փողերը տվել են, էս են անում, են անում, պետք չի չէ այդ հեքիաթների վրա կանգ առնել, մինչև չհասկանանք, այս հարցը լուծվում է, թե չի լուծվում, եւ ինչ ձևով է լուծվում։ Իրանը, որ այսքան պարտավորության տակ է կողել Ամերիկային, բա որ կանգնի ասի իմ կենսական շահերի տարած չմտնես, ինչ ենք անելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ԱՄՆ պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները, հակառակ դեպքում մյուս երկրների վստահությունը ամերիկյան ֆինանսական համակարգի եւ դոլարի նկատմամբ կխաթարվի։ Հայ, էդ էլ ուզում եմ արդարացնի, որ ես դարել եմ հանուն մեր ֆինանսական համակարգի նկատմամբ հավատի, բայց դա պարզ երևում է, չէ՞ որ պատճառը դա չի։ Պատճառը նա է, որ ուղղակի Իրանը պարտավորեցներ է դա անել։ Դուք հասկանում եք մեզ համար ինչ խնդիրներ է առաջանում, երբ որ մենք ինչ-որ կարծում էինք, որ այս հարցերը կարգավորված է։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, այս հուշագիրը ԱՄՆ-ի պարտությունը հավաստող փաստաթուղթ է։ Սա էլ նա է ասում, կապիտուլյացիա քո համար, ինձ համար չի։ Ժողովուրդը կտեսնի եւ կկայացնի իր դատավճիռը։ ՄԱԿ-ը նույնիսկ մեկ հայտարարություն չի հրապարակել, որով ԱՄՆ-ն ագրեսոր կճանաչվեր։ Մի աշխարհում, որտեղ գործում է ուժի օրենքը, մենք պետք է պաշտպանենք մեր շահերը սեփական հզորությամբ։ Այսինքն մենք չենք զիջելու, զինվելու ենք, որովհետև տեսանք, որ ուժի օրենքն է գործում։ Հիմա մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում իրավիճակը ինչ է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Իրանում ձևավորվել է նոր ղեկավարություն, որը նա բնութագրել է որպես ավելի ողջամիտ եւ զգալիորեն պակաս արմատական։ Քանի կար ասում սաղին վերացրել ենք, ընդհանրապես մյուսներին էլ ենք վերացնելու, հիմա ասում են, որ մի քանիսին վերացրեցինք, ավելի ողջամիտներն են եկել, որոնք արդեն բանակցության պատրաստ են, բայց տեսել ենք ոնց են պատրաստ։ Նրա խոսքով դա փաստացի նշանակում է ռեժիմի փոփոխություն, երկրում տեղի են ունեցել նոր քաղաքական փոփոխություններ։ Ահա դուք տեսաք, հիմա այս ամեն ինչի հետ կապված ինչա կատարվում, Դոնալդ Տրամփը ինչպիսի խնդրի առաջ կանգնացրեց իր երկիրը, եւ վերջապես մինչեւ դու Ռուսաստանի հարցը չլուծես ուկրաինական պատերազմում, Իրանին դու տեղը չես կարողանում դնես։ Ռուսաստանը նույնիսկ էս խոցելի վիճակում եւ Չինաստանն էլ կանգնած է Իրանի թիկունքին։ Այս է հարցը։ Մի խնդիր ունես՝ օգնել Ուկրաինային, հաղթել Ռուսաստանին, վերջ։ Դրա համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կքննարկի Ուկրաինայի խնդրանքը ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի համար հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ։ Վերջապես, ժողովուրդ ջան, խաղաքարտեր չուներ Զելենսկին, դու պետք է զիջես, դու պետք է հանձնես, եթե չես կանենք, են կանենք, հիմա ասում է, չէ, ժողովուրդ ջան, լավ էլ տեխնիկա ունես, լավ էլ արտադրություն ունես, Patriot-ն էլ արտադրի, բայց համին շախանգարով ինչքան քեզ պետք է արտադրի, քեզ օգնենք։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ, ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրողների պայմաններում։ Մենք ասել էինք, որ դա հնարավոր է, որ մեր դաշնակիցները կարող են առաջնորդել եւ որ դա համահունչ կլինի Ուկրաինայի պաշտպանությանը։ Դա տեղի է ունենում եւ դա նախագահ Տրամփի մոտեցման վավերացումն է, մի մոտեցում, որը հիմք կստեղծի խաղաղության համար։ Հասկացաք, ժողովուրդ ջան, որ Դոնալդ Տրամփը հասկացավ, որ նոր իրավիճակ է եւ պետք է վերանայի այդ քաղաքականությունը, անպայման պետք է Մոսկվային խփեին, որ հասկանայիք, հա ինչա կատարվում, որ աշխարհը փոխվում ձեր աչքի առաջ, ում եք պաշտպանում։ Իր քաղաքը չի կարող պաշտպանի։ Իսկ Հայաստանը իրար կոտորում են, թե ոնց Պուտինի շահերը պաշտպանեն։ Ժողովուրդ դուք տեղյակ եք ինչա Պուտինի վիճակը։ Իսկ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստոլիուս Գերմանիան $200 միլիոն կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար, այդ փուրալ գծով, այսինքն երբ որ Ուկրաինայի հերթական բանը Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր, որին մասնակցում են տարբեր եվրոպական երկրներ եւ փող են դնում։ Մենք հերթական անգամ 4-րդ անգամ կմասնակցենք
փուրլ մեխանիզմի փաթեթին։ Այս դեպքում խոսքը առաջին հերթին հակաօդային պաշտպանության համակարգերի համար այդքան հրատապ անհրաժեշտ զինամթերքի մասին է, պարզաբանել է նախարարը։ Իդեպ Պիստորիուսը նաև շարունակում է. Պուտինը փակուղի է մտել։ Ուկրաինայի վրա նրա հարձակումը զգալի վնասներ եւ կորուստներ է պատճառել իր սեփական բանակին։ Կրեմլը տեսնում է, թե ինչ բացասական հետևանքներ ունի սա իրենց համար։ Ուկրաինան ավելի ու ավելի է վնասում Ռուսաստանին։ Տեսնում եք վիճակը, որն է, ժողովուրդ, մեզ ճղում ենք, ասում ենք արևմուտքը էս, Ուկրաինայի հետ պետք է լավ լինել, Ռուսաստանի վիճակը սա է, ասում են չէ, դուք չգիտեք, Պուտինը տեսեք ինչ է անելու։ Պենտագոնի ղեկավար, ներողություն, Նիդերլանդների վարչապետ Ռոբ Եթեն ինչ է ասում. Իմ կողմից որոշում է կայացվել ևս 500 միլիոն հատկացնել ուկրաինական զինված ուժերին։ Տեսնում եք, մարդիկ հետևողական աշխատում են Ուկրաինայի հետ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթ. ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռազմական դաշինք, որը հավատարիմ է կոշտ գծին։ Բա ՆԱՏՕ-ի ձեռ էիք քաշել, ՆԱՏՕ ստեղծված է Եվրոպայի անվտանգության համար։ Ասում եք, մեզ օվկիանոս է բաժանում, մեր ինչին է պետք։ Հիմա հասկացաք, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղանա, Եվրոպան էլ պետք է ուժեղանա, Ամերիկան էլ պետք է ուժեղացնի։ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին կհաղորդի պաշտպանական ծախսերն ավելացնելու անհրաժեշտության մասին, ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կարգով։ Հիմա դուք տեսաք, ժողովուրդ ջան, ինչ է կատարում, եւ նաեւ Ռուսաստանը, որը խայտառակ վիճակի առաջ է, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության կողմից Ռուսաստանի որևէ տարածաշրջանի վրա ագրեսիայի դեպքում ոչ ոք չպետք է որևէ կասկած ունենա, որ այս խելահեռ արկածախնդրության նախաձեռնողների համար մեր երկրի պատասխանը լինելու է վճռական եւ նրանց համար կործանարար։ Աղջիկ ջան, դու չես տենում քո երկրի վիճակը, որտեղից որ հաղորդում ես, չես տեսնում այդ ծուխը կողքերդ, այդ դղրդունները, այդ ամեն ինչ, այդ խուճապը, որ բենզին չկա քշեն, ոտով են ման գալի մայրաքաղաքում։ Ինչ եք խոսում։ Ձեր խելքին էլ ընկել են այստեղ մի քանի մարդ, ասում է մեր փրկությունը Ռուսաստանն է։ Նրանց չեն օգնի ոչ մի միջոցներ, ներուժ եւ պաշտպանական այլ գծեր, որոնք ունակ են ինչպես իրենք են իրենց անվանում բրիգադային գեներալները, չգիտեմ, արևմուտքի հրամանատարները։ Նրանք պետք է գիտակցեն, թե ինչի են մղում Եվրոպան նման հայտարարություններով ու նման գործողություններով։ Այսինքն դուք հիմա տեսնում եք ինչ է կատարվում, նաև տեսնում եք, թե Ռուսաստանը ինչ խայտառակ վիճակի առաջ է կանգնած ու տեսնում եք, որ մեր օրակարգով այս ամեն ինչից հետո մեզ ուր են տանում, ժողովուրդ ջան։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, այսինքն հիմա ինչ անենք, ընկնենք իրանց խելքին, հա։ Այսինքն հիմա մարդիկ, որ ասում են եկեք միավորվենք, բոլորով միանանք, պայքարենք իշխանության դեմ, էլի պայքարենք իշխանության դեմ, բա մենք էլ էինք պայքարում իշխանության դեմ, էլի։ Բա ընտրվենք այն իշխանության դեմ պայքարեր։ Ռուսամետ ուժերին ենք միանում, դուք մեզ ուր եք տանում, ժողովուրդ։ Մի օր ինչի՞ չեք գալիս մի հատ կանգնեք մի հատ բացատրեք, թե ի վերջո ինչ է կատարվում Ռուսաստանում, բա ինչի՞ չեք անում։ Որովհետև բան չունեք ասելու, ժողովուրդ ջան։ Ամենախայտառակ ձևով դրսից մարդիկ են զանգում, ես Ռուսաստան չեմ հիշում վերջին անգամ քանի տարի առաջ եմ եղել, բայց բոլոր քաղաքներից ինձ գրում ու զանգում են, ասում են ինչ որ ասում եք, ավելի խայտառակ վիճակ է։ Մոսկվայից քանի անգամ ասում են, դուք չգիտեք Մոսկվայի ինչ է կատարում, ինչ խայտառակություն է Մոսկվայում, ինչ է կատարվում։ Այսինքն դուք տեղյակ չեք, ժողովուրդ ջան։ Ուր եք մեզ տանում։ Ու սա է որ մեր համար արդեն ակնհայտ դուք հասկանում եք, որ լինելով անգամ արտախորհրդարանական ուժ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը իր վրա շատ ծանր բեռ է վերցնելու այս իրավիճակում կոնկրետ ծրագրային գաղափարական հարցեր առաջ տանելու համար։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։